Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Այսօր բուն բարի կենդանն է և մեկնարկ է մեծի պահոց ճամփորդության, որ ամեն տարի Սուրբ Եկեղեցին մեզ պարգևում է որպես հնարավորություն դառնալու ավելի լավը, մոտենալու Տիրոջը և վերանայելու մեր և Աստծո փոխհարաբերությունները։ Բուն բարի կենդանը մեր ամենահին, ամենախորին հիշողությունն է։ Ինչ հիշողությունն է, մարդու սկզբնավորման, երբ որ Աստված մարդուն ստեղծել է և որպես իր սիրո արտահայտություն տեղադրել է լավագույն պայմաններում, երջանկության մեջ կենաց դրախտում։ Եվ բարի կենդան նշանակում է լավ կյանք, բարի կեցություն։ Եվ այդ լավ կյանքը, այդ բարի կեցությունը դրոշմվել է մարդու սրտի մեջ և ամբողջ մարդկության պատմությունը արարչագործությունից մինչև մեր օրերը այդ կորցրած դրախտի կարոտն է մարդու մտքում և սրտում, և մարդը, որը ակնհայտորեն տարբերվում է բոլոր կենդանի էակներից, ամենից շատ տարբերվում է նրանով, որ նա հոգևոր է և նրանով, որ նա ունի որոշակի փնտրտուք, մարդը փնտրող է։ Եվ հիմնականում այդ փնտրտուքը, եթե պարզ ասենք, հենց այդ լավ կյանքի փնտրտուքն է։ Մարդը մշտապես փորձում մեր կյանքը ավելի լավը դարձնել, իր պայմաններին չի հարմարվում։ Եթե ամեն մի կենդանին իր համար ինչ-որ նվազագույն պայմաններ է ստեղծում և հարմարվում պայմաններին, մարդը հակառակն է անում, փորձում է ամեն ինչ իրեն հարմարեցնել, իր համար հատուկ միջավայր է ստեղծում, կարծես թե այն, որտեղ որ նա այսօր ապրում է, իր տեղը չէ։ Ոչ մի կենդանի արարած իր համար հագուստ չի պատրաստում, տներ չի կառուցում, փոխադրամիջոցներ չի հորինում, այլ ինքն է զարգանում դեպի այն ինչ որ նա կա, այսինքն ամբողջ բնությունը ներդաշնակ է և համերաշխ։ Մարդը ամեն ինչ ստեղծում է իր կյանքը ավելի լավը դարձնելու համար։ Եվ դա միշտ է եղել այդպես, մարդը միշտ փորձել է ձգտել լավ կյանքի։ Եվ ըստ էության այդ ձգտման մեջ ազնվություն կա, որովհետև իսկապես մարդը ստեղծված է եղել ավելի լավ կյանքի համար, ավելի լավ պայմանների համար, ավելի լավ միջավայրի և որպես այդպիսին երջանկության համար։ Այո, Աստծո նպատակը մարդու ստեղծման այն էր, որ մարդը երջանիկ լինի, որտև այլ կերպ սիրող հայրը չէր կարող անել։ Պետք է մարդը լիներ լիակատար երջանկության մեջ, սակայն այստեղ խնդիր կար մարդու ազատության և մարդու որոշման։ Դու չես կարող գնահատել երջանկությունը կամ բարությունը, եթե ուրիշ բան չես տեսել։ Եթե ծնված լինես լավագույն պայմաններում և կյանքում ոչ մի դժվարություն չտեսնես, այդ լավագույն պայմանները միայն ձանձրույթ կլինեն քեզ համար։ Ուստի Աստված տվեց մարդուն աճելու հնարավորություն և տվեց պատվիրան, որի համաձայն մարդը պիտի ձեռք բերեր էլ ավելի մեծ կատարելություն։ Մարդը անմեղ էր դրախտի մեջ, բայց կատարյալ չէր։ Մենք հաճախ մտածում ենք, որ մարդը կատարյալ էր, ոչ, մարդը անմեղ էր, չուներ մեղքի փորձառություն, բայց կատարյալ չէր։ Ծննդոց գրքում տեսնում ենք, որ Աստված ստեղծում է մարդուն, ասում է ստեղծենք մեր պատկերով և նմանությամբ, հետո ասում է Աստված իր պատկերով ստեղծեց։ Նմանությունը չի նշվում ծննդոց գրքում, ինչը նշանակում է այն, որ մարդը պիտի Աստծու նմանությունը ձեռք բերեր իր կյանքում, նմանվելով Աստծուն, ճանաչելով Աստծուն և Աստծու խոսքի համաձայն շարժվելով։ Բայց եղավ այն ինչ որ եղավ, մենք տեսնում ենք, որ աշխարհը մեծ հաշվով դժբախտության մեջ է։ Այս աշխարհում ավելի շատ է չարիք, քան բարիքը, ավելի շատ է դժբախտությունը, քան ուրախությունը, ավելի շատ է վատ կյանքը, քան լավ կյանքը։
Կան այո մարդու կյանքում իր կենսագրության մեջ լուսավոր կետեր, բայց ոչ ոք չի ապրում իր կյանքը ամբողջությամբ լուսավոր եւ երջանիկ։ Մարդու կյանքը վայրի վերումների ճանապարհ է։ Եվ մարդուն հաճախ մղող ուժը լինում է այն կարոտը, կորցրած դրախտի, որը իրեն ստիպում է փնտրել ավելի լավ պայմաններ, չբավարարվել եղածով։ Եվ այստեղ իրականում երկու ճանապարհ կա, որը մարդուն մղում է դեպի այդ կորցրած երջանկության վերականգնման։ Առաջին ճանապարհը, որը բնական էր եւ որը Աստված ի սկզբանե մարդուն տվել էր, դա Աստծո խոսքի միջոցով Աստծո դրախտի վերգտնումն է։ Եվ երբ որ մենք նայում ենք մեր կյանքին, սկսած մեր նախահայրերից եւ այսօրվա իրականության մեջ, հաճախ մարդու խնդիրը ոչ թե այն է, որ նա չի ուզում կամ չի ընդունում Աստծուն, հաճախ մարդը Աստծո հետ խնդիր չունի, մենք Աստծո հետ չունենք խնդիր, հաճախ ասում ենք, որ փառք Աստծուն, մեր ժողովրդի մեջ բազմաթիվ ասույթներ կան, որ վկայում են, որ մարդը միշտ փորձել է Աստծուն իր մտքում պահել, մենք չունենք Աստծո հետ խնդիր, հաճախ սիրում ենք Աստծուն, գոնե փորձում ենք անել, բայց մենք այլ խնդիր ունենք Աստծո խոսքի հետ, մեզ մեջ որոշակի հակասություն կա, Աստծուն սիրում ենք, Աստծո խոսքը չենք սիրում, Աստծուն ընդունում ենք, Աստծո խոսքը չենք ընդունում, բայց Աստծո խոսքն է, որ մեզ տալիս է հնարավորություն կորցրած դրախտի վերգտման։ Եվ այդ իսկ պատճառով Աստված իր խոսքը ուղարկեց մարդկությանը, որը մարմին դարձավ։ Այդ խոսքը Աստծո մոտ էր, այդ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ տեսանք նրա փառքը, այսինքն տեսնելով, որ մարդու մեծագույն խնդիրը, որ նա Աստծո խոսքի հետ խնդիր ունի, իր խոսքը ուղարկեց, որը մարմնավորվեց, դարձավ մարդ մեր պես, եւ այդ խոսքը ապրեց մարդկանց մեջ, եւ այդ խոսքը ցույց տվեց ճանապարհը դրախտի վերգտման։ Եվ այդ շոշափելի մարմնավոր մեզ համար մատչելի խոսքը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստծո որդին, Աստծո բանը, խոսքը։ Մեր Տերն է, որ ցույց տվեց մեզ կորցրած դրախտի ճանապարհը իր իսկ կյանքով, իսկ այդ կյանքը մենք տեսնում ենք, որ այնքան էլ վայելքների կյանք չի եղել, որքան պայքարի, խաչի, դժվարության եւ վերջնական հաղթանակի։ Իր հարությամբ նա բացեց դրախտի դուռը, նույնիսկ իր հետ խաչվող ավազակին ասելով, որ այսօր իսկ իմ հետ կլինես դրախտում։ Այո, դա Աստծո խոսքն է, որը մարդկանց տվեց ավելի մեծ հնարավորություն, քան այն ինչ որ իրանք կորցրել են։ Իրանք կորցրել են դրախտի պարտեզի վայելքը, բայց ստանում են փոխարեն Աստծո հավիտենական եւ անսահման արքայությունը։ Եվ դրա հետ մեկտեղ կա երկրորդ ճանապարհ, որը մարդիկ հաճախ փորձում են վերգտնել դրախտը ոչ թե Աստծո խոսքի եւ ճշմարտության համաձայն, այլ սեփական պատկերացումների համաձայն։ Եվ դա հիմնականում արտահայտվում է նրանով, որ մարդիկ փորձում են այդ երջանկությունը գտնել հաճույքների, վայելքների մեջ, հարստության մեջ, փառքի մեջ, այն բանի մեջ, որը մարդուն պատճառում է գոնե նվազագույն դրական էմոցիաներ։ Եվ իսկապես մարդը ունի այս աշխարհում որոշակի բաներ, որոնք տալիս են իրան մի կարճ երջանկության զգացում։ Դրանց մեջ կան անմեղ բաներ, կան մեղավոր բաներ։ Եվ այդ մեղավոր բաները մարդու ցանկությունների բավարարումն է, որը շատ հաճախ լինում է մարդուն ի վնաս։ Երբ որ մարդը ոչ թե Աստուծո օրենքի համաձայն, այլ սեփական օրենքի համաձայն որոշում է, թե իր դրախտը ինչպիսին է լինում, որպես վերջնարդյունք այդ դրախտը դառնում է դժոխք իր համար։ Որտեւ այդ դրախտը ամբողջությամբ իր եսն է, իր ցանկություններն են, որոնք չեն կարող բավարարվել։ Մարդը մտածում է, որ կարող է բավարարել իր այդ կորցրած դրախտի կարոտը, բայց նա էլ ավելիով է մեղ կորցում։ Այդ մեղքի մեջ զանազան
այլասերումներ է լինում, մարդը նոր բաներ է փորձում եւ էլ ավելիով է մխրճվում այդ մեղքի եւ կործանման մեջ։ Եվ այդ ճանապարհը կառուցելիս, երբ որ մարդը իր սեփական դրախտի կառուցումն է սկսում, դրա հետ միաժամանակ նա սկսում է կառուցելը իր եւ Աստծու միջև պատնեշներ։ Եվ այստեղ է իր դժբախտության մեծագույն խնդիրը։ Մարդը, երբ որ իր սեփական կածանն է փորձում բացել, իր սեփական ճանապարհն է փորձում գտնել, դրա հետ մեկտեղ այն ճանապարհ, որ Աստված իր համար բացում է, այդ ճանապարհին նա ստեղծում է պատնեշներ, բարիկադներ է կառուցում։ Այն ինչ որ իրենն է, այն ինչ որ իր եսին ամենից հարմար է, եւ այդ բարիկադները, այդ պատնեշները, այդ պատերը իր կյանքի ընթացքում էլ ավելի շատանում են։ Մեկը, երկրորդը, երրորդը, այն ինչին չպիտի ոչ ոք դիպչի եւ այն ինչ որ նույնիսկ նա Աստծուն թույլ չի տալիս, որպեսզի Աստված վերացնի այդ պատնեշները։ Եվ դրա մեջ իսկ այդ պատնեշներով վերջում շրջափակված լինելով նա ինքը իր հետ մնալու նույնիսկ հնարավորություն չունի։ Փորձում է խուսափել ինքը իրենից նույնիսկ եւ այդ պատնեշների մեջ տանջվում եւ սարսափելի ներքին հոգեվոր դժվարությունը, դժբախտություն է ապրում, սիրելիներս։ Եվ մեծ պահքը այն ժամանակն է, երբ որ մենք ինքներս որոշում ենք այդ բարիկադները քանդել, մեր եւ Աստծու միջև պատնեշը քանդել եւ հրաժարվել սեփական պատկերացրած դրախտի մոդելից, հրաժարվել սեփական կերտած ճանապարհից դեպի այդ կորցրած դրախտը եւ ընդունել վերջապես Աստծուն եւ իր խոսքը, որը մեզ կտա հնարավորություն գտնելու Աստծո արքայությունը։ Այդ մասին է մեծ պահքի ճամփորդությունը։ Եվ այն սկսում է ուրախությունից։ Բարեկենդանը մեր ազգային հիշողության մեջ, մշակույթի մեջ ամենապայծառ, ամենավառ տոնն է, որը միշտ նշվել է ամենից ուրախ, որովհետև մենք ուրախությունից պիտի սկսենք ուրախության կորցրած ուրախության հիշողությունից, որտեվ ըստ երևույթին մեր ամեն օրը պիտի լիներ բարեկենդան, մեր ամեն օրը պիտի լիներ ուրախություն, ցնծություն, բերկրանք, բայց մեր ամեն օրը ուրախ չէ։ Մեր ամեն օրը ավելի շատ պայքար է, վազք է, մաքարում է, քան մեր վայրելու, բավարարվելու մեր ունեցածով, խաղաղություն գտնելու եւ երջանիկ լինելու ամեն ինչով։ Այո, այս աշխարհը մեզ մշտապես խանգարում է մեր երջանկությունը, մեր ուրախությունը փորձում է մեզանից խլել, գողանալ եւ փոխարեն ամեն անգամ տալ իր երջանկությունը, իր ուրախությունը, որը չափազանց պրիմիտիվ է, որը չափազանց փոքրիկ է։ Աշխարհը ամեն անգամ փորձում է Աստծուց տրված այդ մեծ երջանկությունը մեզանից խլել եւ փոխարեն մի փոքրիկ բան տալը, որով մենք կզբաղվենք եւ որը մեր ժամանակը կխլի։ Բայց վերջը Աստված մեզ խելք է տվել, իմաստություն է տվել, որպեսզի մենք հասկանանք ինչ է կատարվում, ուր ենք մենք գտնվում։ Վերջապես մենք առանց Աստծու կարող ենք մեր կյանքը ապրել թե ոչ։ Այո, պարբերաբար մենք խնդրում ենք, երբ որ դժվարության, նեղության մեջ ենք, Աստված ենք կանչում եւ Աստված մեզ լսում է։ Եվ իսկապես միայն մեր պատնեշներն են, որ մեզ են խանգարում։ Բայց կարող է մի օր գա, որ Աստված եւս իր ողորմության վարակույրը փակի մեր առջև։ Կարող է օր գա, որ մենք կանչենք, բայց այլևս լսող չի լինի։ Մենք չգիտենք վաղը ինչ է լինելու։ Մենք չգիտենք մեր կյանքի օրերը ինչքան են լինելու։ Մենք չգիտենք այս աշխարհի փոթորիկի մեջ մենք որտեղ ենք լինելու, բայց այսօր է Աստծո օրը։ Այսօր մենք Աստծո ողորմության համախմբվել ենք այստեղ այս որոտնավանքի սուրբ սրբագործված վայրում եւ դա պատահական չէ,
Աստված մեզ այսօր տվել է հնարավորություն քանդելու այն բարիկադները, որ մենք կառուցել ենք ինքներս մեր խելքով, մեր պատկերացումներով եւ այս աշխարհի քարոզչությամբ եւ ընդունելու Աստծո խոսքը։ Ոչ միայն Աստծուն ընդունելու, այլ իր խոսքը, որը մեզ ասում է. «Դարձեք դեպի ինձ, եւ ես կդառնամ դեպի ձեզ»։ Ձեր սրտերը բացեք, ոչ թե ձեր հագուստները պատառեք, ինչպես ասում է Եսայի մարքը, այլ ձեր սրտերը պատառեք։ Արմատախիլ անեք ձեզանից այն բոլոր չար եւ կործանարար արժեքները եւ սովորությունները, որոնք աշխարհը ձեր մեջ սերմանել է։ Այսօր է ժամանակ եւ այսօր մեզ Աստված տալիս այդ հնարավորությունը։ Եվ բուն բարեկենդանի այս խորհրդի մեջ մենք միասնաբար մեր միտքը եւ սիրտը ուղենք դեպի Աստված։ Խնդրենք, որպեսզի նա տա մեզ իրական իմաստություն գտնելու կորցրած դրախտի ճանապարհը։ Այն ճանապարհը, որը ոչ թե իմ ճանապարհն է, այլ մեր ճանապարհն է։ Որտեւ այս աշխարհի պատկերացումների համաձայն ամեն մարդը իր ճանապարհը ունի, իր սեփական դրախտը ունի, որը վերջում դառնում է իր համար դժոխք։ Բայց կա ճանապարհ, որը մերն է, որը բոլորինս է, եւ այդ ճանապարհով մենք պիտի գնանք միասնականության մեջ որպես մեկ մարմին եւ միասնաբար կարողանանք ժառանգել Աստծո հավիտենությունը, որին թող արժանացնի Տերը բոլորիդ այսօր եւ հավիտյանս ամեն։ Շնորհք Տիրոջ մեր Հիսուսի Քրիստոսի եւ սերն Աստծո եւ հաղորդություն Սուրբ Հոգուն եղեցին ձեզ ընդամենիսյանդ։ Ամեն։